Եվ ես տեսա, որ ահա գառը կանգնած էր Սիոն լեռան վրա, և նրա հետ 144,000 հոգի, որոնք նրա և նրա հոր անունը ունեին գրված իրենց ճակատների վրա։ Երկրավոր Սիոն լեռը Ձիթենյաց լեռն է, իսկ վերին Սիոն լեռը լուսեղեն երկինքը, որ աստղալից լեռան նման է։ Այնտեղ է գառը Քրիստոսը, և նրա հետ 144,000 հոգի։ Այսքան էր 12 ցեղերի դրոշմվածների թիվը։ Նրանք են նեռի ժամանակներում հրեաների միջից մարտում հաղթածներն ու կույսերը, որոնք արժանացել են պսակի և սուրբ են վկայվելու։ Քանի որ կույսեր են, թվում է բոլոր ազգերից են, որովհետև կարծում եմ անհնարին է նեռի ժամանակ միայն հրեաների միջից այսքան կույսեր ընտրվեն, որքան բարձր է երկինքը երկրից, այնքան կույսերն ամուսնացածներից, Քրիստոս կույսերին այնքան է սիրում, որ նրանց հետ շրջում է անբաժան։ Ամենացայտուն օրինակը Հովհաննես Ավետարանիչն է, որ մոտ էր նստում Քրիստոսին։ Սրանք իրենց կյանքում Քրիստոսի անունը իբրև կնիկ կրում էին իրենց սրտերում և հաղթեցին գազանին, այդ պատճառով էլ Քրիստոս իր և իր հոր անունը գրեց նրանց ճակատին, ինչպես որ խոստացավ. «Ով հաղթի, իմ և իմ հոր անունը կգրեմ նրա վրա»։ Ճակատը ամոթի տեղն է, որ դրոշմում են սուրբ միրոնով, որպեսզի չամաչի խոստովանել Քրիստոսին, քանի որ առանց համաչելու և համարձակորեն պիտի Քրիստոս դավանեն, իր անունը գրում է նրանց վրա, որ չամաչեն հավիտյան, հակադրելով նեռի անվանն ու դրոշմին։ Շնության մեջ ընկած մարգարեն կուսական հոգին էր ցանկանում, ասելով. «Քո տիրական հոգով հաստատիր ինձ», քանի որ կուսական և ողջախոհ հոգին մյուս հոգիների պետն ու իշխանն է։ Եվ լսեցի առատահոս ջրերի և ուժեղ որոտի ձայներ, և լսեցի իրենց քնարները հնչեցնող քնարահարների ձայն։ Կույսերի ձայնն ու երգը նման էր առատահոս ջրերի ձայնի, քանի որ բազում էին։ Նման էր նաև որոտի ձայնի, մեծ ցանկության և բարձրաձայն լինելու պատճառով, իսկ քնարի ձայնի նման էր, քանի որ ներդաշնակ էր և միաձայն, երբ Քրիստոսին են փառաբանում։ Երգը չի կարող խառնաձայն լինել։ Ինչպես եկեղեցու դասում կանգնած մանկանց ձայնն է առատահոս ջրերի, բարձունքից որոտման և քնարի ներդաշնակ ձայնի նմանվում, այնպես էլ պիտի հնչի վերին Սիոնի լեռան վրա։ Ցիցերոնը ասում է. քաղաքի ձայնը քնարի նման ներդաշնակ է, ուրեմն որքան ավելի ներդաշնակ է երկնաքաղաքացիների երգեցողությունը։ Իսկ Թովմասը, թե իսկական քնարերգությունը, երբ ողջախոհությամբ զսպում են ցանկությունների ոլորտը և այն ներդաշնակ դարձնում բանականությանը, ինչպես որ գավազանով պատժում է մանուկներին, քանզի նրանք ըստ փիլիսոփայի զուրկ են բանականությունից։ Անտիկ արվեստում կույսին պատկերում էին իբրև գեղեցիկ աչքերով շիկահեր աղջիկ, ծաղկանոցում, գլխին պսակ և ձեռքին քնար։ Նրանք նոր երգեր էին երգում գահի առաջ, 4 կենդանիների առաջ և երեցների առաջ, և ոչ ոք չգիտե նրանց երգերը, բացի այն 144,000-ից, որոնք ազատվել են երկրից։ Երգն այս, որ երգում էին կենդանիների ու երեցների աթոռների առաջ, կոչում են նոր, մշտնջենավոր և հարազվարճ լինելու պատճառով։ Դարձյալ երբևէ չիմացված ու չլսված խոսքերի համար, որ յոթնարբյան հոգին շնորհում է նրանց, և ասվում է ոչ ոք չգիտե դրանք, նախքանզի երկրավոր ու շնչավոր մարդը չի կարող իմանալ երկրից փրկվածների երգը, որովհետև շնչավոր էակը Աստծո հոգուց չի կարող ընդունել այն։ Երկրորդ, երգը երգվում է ըստ ցանկության։ Եթե զինվորյալ եկեղեցու իղձը նման է չափավոր հրի, ապա հաղթական եկեղեցու իղձը հնոցի։ Ըստ Եսայի մարգարեի, այսպես է ասում Տերը, որի հուրը Սիոնում է, իսկ հնոցը Երուսաղեմում։ Դարձյալ, ինչպես այլ է կույսերի ուրախությունը և այլ մարտիրոսներինը, այդպես էլ նրանց երգերն են, քանզի Քրիստոսին կույսն այլ պատճառով է սիրում, իսկ մարտիրոսը մեկ այլ, և ինչպես կուսությունն է նոր կտակարանում նոր առաքինություն, այդպես էլ նոր է նրանց վարձքն ու երգը։ Այդպես էլ գերազանց սերն է նոր պատվիրան կոչվում։ Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, այսինքն սիրեք միմյանց գերազանց սիրով։ Սրանք են, որ չխառնակվեցին կանանց հետ և կույսեր են։ Սրանք գնում են գառան հետևից, ուր էլ նա գնա։ Սրանք ընտրվեցին մարդկանց միջից Աստծու և գառան առջև։ Մեծ է կույսերի պատիվը։ Ինչպես նոր հարսն ու փեսան միմյանց սիրուց չեն կարողանում զատվել, այդպես էլ կույսերը սուրբերի այնքան դասերի մեջ։ Սրանք են Քրիստոսի առանձնահատուկ հարսները, որոնց սիրուց երբեք չի բաժանվում։
Մյուսները թագուհիներ են ու հարջեր, իսկ սրանք աղավնիներ։ Սողոմոնը 60 թագուհիների մեջ միայն մեկ աղավնի ուներ, փարավոնի դուստրը։ Իսկ երկնային Սողոմոնը ազգերի բազմության մեջ 144,000 աղավնի ունի։ Թեպետ բազում են ընտրյալները, բայց ընտրելակույնները սրանք են։ Մարմնի կուսություն շատերը կարող են ունենալ, բայց մտքի կուսություն, որ ամենակարևորն է, 1000-ից մեկն ունի։ Ով ցանկանում է խառնվել նրանց երամներին, թող հաղթի սրտի ցանկությանը, որին հասնելու գլխավոր հնարը սուրբերի պաշտպանությունն է։ Եվ նրանց բերանում սուտ խոսք չգտնվեց, որովհետև անբիծ են Աստծուգահի առջև։ Սուտը գողություն է, ինչպես Առակաց գրքում է ասվում. «Ցույց տուր ինձ ստախոսին, եւ ես քեզ ցույց կտամ գողին», որից էլ հայտնի է, որ սուտը ծնվում է ամաքուր սրտից։ Եթե սատանան նախանձ չունենար, չէր խաբի Եվային։ Ճշմարտախոսի սիրտը անբիծ է, ուստի երբ ասում է նրանց բերանում սուտ խոսք չգտնվեց, իսկույն ավելացնում է, որովհետև անբիծ են Աստծու գահի առջև։ Դարձյալ կամենում է ցույց տալ նրանց ամենամաքուր հոգիները, որոնք չառնչվեցին մեղքին, նույնիսկ սուտ չգտնվեց նրանց բերանում, որն այլ մեղքերի համեմատ փոքր է ու թեթև։